Պարոն Աբրահամյան, գտնվում ենք Ավանի և Նորքի ընթացող իրավասության դատարանում, որտեղ այս պահին քննվում է Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված միջնորդությունը կալանքի վերաբերյալ, հավաքվել են տարբեր բնագավառի մարդիկ, քաղաքական, հասարակական գործիչներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր այրեր, բայց բացակայում են բիզնեսի ներկայացուցիչները։ Ձեր կարծիքով ինչու նրանք չկան եւ նրանցից որևէ ձայն այս օրերին չի հնչում։ Անկեղծ ասած չեմ կարող մեկնաբանել նրանց ցանկությունը կամ այստեղ լինել կամ չլինելու հանգամանքը։ Յուրաքանչյուր մարդ, նաև այն մարդիկ, ովքեր այսօր այստեղ են եւ հասարակության տարբեր շերտեր են ներկայացնում, տարբեր մասնագիտություններ եւ այլն, յուրաքանչյուրը առաջնորդում է իր խղճով, յուրաքանչյուրը առաջնորդում է իր համոզմունքով եւ առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, որը ձևավորված է այսօր ստեղծված Հայաստանում ստեղծված ցաներ իրավիճակով եւ ամեն մեկն էլ ինչ-որ պահի պատասխան է տալու իր քայլերի համար։ Մեկինը իրավականն է, մեկինը քաղաքական է, անկախ հանգամանքից իրավիճակը այդպեսին է անելու։ Այնպես որ ամեն մեկը թող իր համար որոշի, թե որ պահին որտեղ է լինում, դա արդեն իմ մեկնաբանությունների հարցն չէ։ Ինչ-որ բան է կատարվում այդ։ Իսկ ինչպես եք գնահատում ընդհանուր այս բռնաճնշում է, հա, Սամվել Կարապետյանի նկատմամբ, մենք գիտենք նաև, որ արդեն հեծը 10 միլիոնով Գիտենք, որ հեծին 10 միլիոն արդեն տուգանել են, Տաշիր պիցայի օբյեկտներում ստուգումներ են եւ արդեն որոշ օբյեկտներ փակվել են, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ասում է, սա զուտ իրավական գործընթաց է։ Իշխանության մեթոդները որևէ ձևով չեն փոխվել, որոնք այս 7 տարի ընթացքում տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր իրավիճակներում գործել են։ Տեղի ունենում բավականին կանխատեսելի պրոցեսներ, այնպես չէ, որ որևէ նորություն է եղել կամ այնպես չէ, որ որևէ անկանխատեսելի գործընթաց է տեղի ունենում։ Իշխանությունը իր համար տարբեր փուլերի համար ընտրում է թիրախներ, այս փուլում այդ թիրախը Սամվել Կարապետյանն է կամ Կարապետյանների ընտանիքը, որի նկատմամբ սկսել է գործողությունների շարք, սկսած հեծի շուրջ ստեղծված իրավիճակից եւ երեկվանից սկսած հայտնի հայտարարություններից վերջացրած իր հետ առնչվող տարբեր ընկերություններ։ Այսինքն սա մի գործընթաց է, որը տարբեր բնույթներով, տարբեր դրսևորումներով այս ընթացքում տեսանելի լինել է տարբեր գործիչների նկատմամբ։ Հիմա տարբերություն չկա, քաղաքական գործիչ է, հասարակական գործիչ է, գործարար են, այստեղ սկզբունքը մեկն է իշխանության համար։ Եթե որևէ պարագայում մարդիկ, ուժերը արտահայտում են դիրքորոշում, որը տարբերվում է իշխանության տեսակետներից, բնականաբար նրանք միանգամից թիրախավորվելու են։ Հիմա այս փուլը հատկապես, որը վերաբերում է Մայրաթորին, առանձնանում է նրանով, որ Մայրաթորը ունի շատ բարձր հեղինակություն, իշխանության համար տեղից շատ բարդ է թիրախավորելը եւ իր ցանկալի արդյունքին հասնելը եւ այս պարագայում բոլոր այն մարդիկ, ովքեր սատար են կանոնում հայոց եկեղեցուն, նրանց նկատմամբ իշխանության թիրախավորումը կրկնակի եռակի շատ ավելի մեծ է։ Հիմա այս իրավիճակում կշարունակեն, ես կարծում եմ, որ սա մի process է, անկախ հենց թե սկզբնական փուլում ով ինչ նպատակ է սրանով ունեցել դրված, ամեն դեպքում սա իշխանության դեմ է աշխատելու, սա իշխանությանը շատ ավելի թուլացնելու է, որովհետև կան գծեր, որոնց անցումը միշտ չէ, որ իշխանության համար նույնիսկ իր գործադրվող այդ միջոցների պայմաններում կարա իր համար շահեկան լինի եւ իմ համար ակնհայտ է, որ հասարակական դրամատրությունները, որոնք արտահայտվում են նաեւ այս process-ում, իրականում խոսում են նրա մասին, որ իշխանությունը գնում է այնպիսի ճանապարհով, որը միանշանակ խոսում է իր դեմ։ Իսկ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը գուցե վախեցավ Սամվել Կարապետյանի հայտարարությունից, այդպես ցեյտնոտի մեջ ընկավ եւ որոշեց նրան մեկուսացնել։
Անկեղծ ասած, այս բանը դժվարանում եմ ասեմ, թե ինչ կարող է լինել իր մտքին, բայց մի բան պարզ է, հիմա սա իրավիճակ է, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր համար տեսել է խնդիր, որովհետև Սամվել Կարապետյանը հնչեցրել է մտքեր, որոնք ակնհայտորեն ոչ միայն տարբերվում են իր դիրքորոշումներից, այլ իր հիմնական թիրախի պաշտպանության, ճակերտավոր թիրախի պաշտպանության դիրքերից են ելնում, եւ բնականաբար նա փորձելու է գործադրել բոլոր միջոցները, իր դեպքում դա հիմնական լինում է ապօրինությունները եւ անօրինական քայլերը, որպեսզի հնարավորություն ունենա կասեցնելու, կանգնեցնելու կամ խոչընդոտելու պայքարի այն դրսևորումը, որը նաև հանրային խոսքով արտահայտել է Սամվել Կարապետյանը։ Շնորհակալություն։